որոնց ուղղություն տվողը իր վերնախավն է, տակի խեղճ ու կրակ ժողովուրդը մաքսիմում լավ 3%, 5% թող ազդեցություն ունենա, բայց ոչ ավելի։ Նույնիսկ հեղափոխությունները, Էդգար ջան, ի վերջո, ես ասացի, չէ, ֆինանսավորվում են դրսից, ըստ օրինաչափության, գոնե մեծ մասը, 90%-ը, այս կան այն երկրում։ Հիմա, ես սենց ընթացիկ և թռուցիկ ձևով նկարագրեցի, թե ինչպես է աշխարհը աշխատում, որպեսզի մենք հիմա մոտենանք, թե ինչ է ազգային պետություն, Հայաստանի համար արդյոք ինչքան անհրաժեշտ է ազգային պետություն ունենալը, այս հարցերի հետ կապված, որպեսզի դիտողի համար ուրեմն պարզություն լինի և մութ անկյուններ չմնան, այսպես ասած, ինձ թվում է անհրաժեշտություն էր այս նախերգանքը կամ ասենք այս առաջաբանը ասելը, որը բոլորը հիմնված է քաղաքտնտեսության և պատմության օրինաչափությունների հիմքով է։ Այս ինչ-որ ասել։ Մենք նախքան շարունակենք, ես ուզում եմ մի հատ դուք օրինակի տեսքով մի հատ ասեք, թե օրինակ հիմա կամ անցած 100-200 տարվա մեջ էլ թեկուզ եթե օրինակներ կան, որոնք են եղել ազգային պետություն։ Հասինո։ Մա ճապոնյան ազգային պետություն է, թե չէ, կամ լրիվ, կամ անգլիան ազգային պետություն է, թե չէ։ Ով։ Անգլիան, հիմա։ Ինքը միջև հիմա հələ կայսրապետություն է, վերջի հաշվով, որովհետև այսօր Կանադայում փողը Անգլիայի հետ հագու դեմքով է, Ավստրալիայում նույնը, Նոր Զելանդիայում նույնը, նա իմպերիա է վերջի հաշվով հələ մնաց է, այսպես ասած, բայց նա բավական ազգային է և ազգային է, այո։ Բավական ինչու բավական, որովհետև ինքը կայսրապետություն է, ինքը չի կարող միայն ազգայինը հրել առաջ, որովհետև այնտեղ իր ենթակայության տակ բազմաթիվ էթնոսներ կան, որոնք դրանից կնեղանան, այսպես ասած, պետք է հավասարության բան տալ, հա։ Հիմա օրինակ բայց դուք ասեցիք, որ հիմնականում կարևոր է կապիտալը ում ձեռում է գտնվում, կապիտալին այդ կապիտալը պետք է շատ մեծ սխալ